լինելով չեմ կարող չանդրադառնալ պարոն Սիմոնյանի ուղերձին Գյումրին ազատ տնտեսական գոտի եւ մեջ բերում եմ ազատ քաղաք դարձնելու վերաբերյալ։ Ուղերձի տեքստը շատ ականջահաճո է, գրավիչ, հետաքրքիր, նորարարական, եթե իհարկե սահմանափակվեր միայն բաժակաճառ լինելով։ Կենացը խմբեր ու անցնեինք գնայինք։ Սակայն, եթե վերել հաստրել եք ստեղ ես դալիճ, եկեք հասկանանք ավելի խորքային, ինչ է առհասարակ ազատ գոտին իրենից ենթադրում և ինչ է առաջարկում պարոն Սիմոնյանը։ Եկեք կետ առ կետ անդրադառնանք առաջարկին։ Ինչ վերաբերում է հանրապետությունում գործող լրացումը շարունակենք, էլի։ Եթե ականջահաճո էր, այսինքն 19 թվականին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու ականջահաճո բաներ եք ասում, ամբողջ ժամանակ հաստատեցինք դա, նախ առաջ։ Ինչ վերաբերում է հանրապետություն գործող ազատ տնտեսական գոտիներին, ուղերձի հիմնավորման ձեր տեքստի մեջ նշված են 4-ը՝ Ալյանս, Մերիդիան, Մեղրի և Էկոս։ Այնինչ, հիմա դրանք 3-ն են, պարոն Սիմոնյան, Մեղրի, Էկոս և Մայլեր։ Ձեր ունեցած ինֆոները հնացած են։ Պարոն Սիմոնյան, կամ GPT-ն լավ գործիք չէ։ Խնդրում եմ, լավ գործիք է chat GPT-ն, բայց նման ինֆոները մասնագիտական ճշտման կարիք ունեն։ Լավ կլներ ճշտեիք, իմանայիք քանի ազատ տնտեսական գոտի է այս պահին գործում, հետո նոր դնեիք ձեր հիմնավորման մեջ ու ասեիք այսքանը գործում են։ Բացի դրանից, նշում եք նաև, որ Գյումրիինը պիտի տարբերվի ձեր նշած 4-ից, որոնք իրականում 3-ն էին, քանզի պիտի լինի ազատ քաղաքի մոդելով։